Ընդհանուր առմամբ սա ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, քան տնտեսական, եւ ներկա կառավարության նախաձեռնություններից է, որը տարբեր հարթություններով պիտի նայվի եւ ոչ միայն տնտեսական, ավելի լայն քաղաքական, բայց եթե զուտ տնտեսական ենթատեքստով նայենք, ապա երկու տեսանկյունից դրա վրա պետք է ուշադրություն դարձնել։ Առաջինը դա սահմաններն են Հայաստանի Հանրապետության, երկրորդը դա տնտեսական անվտանգությունն է, որտեղ տնտեսական շահը կամ տնտեսական աճը եւ տնտեսական անվտանգությունը կարող են իրար հավասար չլինել, չնույնականացվել։ Այսինքն, եթե դա արվում է զուտ տնտեսական շահի համար, ապա այո, կարելի է, այսպես ասած, ծափահարել, սակայն չպետք է մոռանալ նաև տնտեսական անվտանգությունը։ Ինչ վերաբերում է սահմանների տեսանկյունից, տեսեք, մենք ունենք լրջագույն այստեղ խնդիր, որը ներկա կառավարությունը ընդգծում է, դա, այսպես ասած, Լարսի սահմանն է։ Լարսի սահմանն է, մենք ունենք հիմնական առևտրային գործընկեր, դա Ռուսաստանն է, այսինքն մեր պատրաստի ավելացված արժեքի բարձր քանակությամբ մեծ հիմնական ապրանքը գնում է դեպի Ռուսաստան, այսինքն բանջարեղեն, միրգ, պլաստիկ, դեղորայք, Ռուսաստանը ակնարկում է կարելի ադրբեջանական երկաթգծով անել։ Ինչպես նաև այդտեղից մեծ քանակությամբ ապրանք է գերում մեր համար գալիս մեր կենսական նշանակության, օրինակի համար գարին, ցորենը, որը գնաճային մեծ, ասպես ասած, դրայվեր է եւ հատկապես ցածր եկամտաբերություն ունեցող խավերի համար կարեւոր է, ինչպես նաեւ բենզինը, ասենք զուր չէ, որ մեր համար բենզինը ամենաթանկն է մեր տարածաշրջանում, մենք էլ ԵԱՏՄ անդամ պետություն ենք, զուտ նրա հաշվին, որ Լարսի սահմանին վրացի աջակերտնավոր մասնագետները մեր վրա դրել են կոպիտ ասած կոռուպցիոն հարկ,